Թեման այժմ շարունակենք Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանի հետ, բարև ձեզ, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ինչպես կմեկնաբանեք ԿԸՀ-ի որոշումը վերաքվեարկություն չկազմակերպելու վերաբերյալ։ Իրականում երբ հայտարարվեց, որ սկզբից 2 ընտրատեղամասում, հետո եւս 1 ընտրատեղամաս ավելացավ ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու մասով, շատերիս մոտ տպավորություն կար, որ պետք է վերաքվեարկություն տեղի ունենա, որովհետև ընդհանրապես ընտրատեղամասի արդյունքները չեղարկվում են այն դեպքերում, երբ որ տեղի են ունենում այնպիսի կոպտագույն խախտումներ, որոնք կարող են ազդել այդ տեղամասի ընտրական արդյունքների վրա։ Բայց մենք հիմա ունենք այնպիսի իրավիճակ, որ նաև այս 3 ընտրատեղամասերի արդյունքները կարող են ազդել մեկ կուսակցության ազգային ժողով մտնելու կամ չմտնելու վրա, եւ հետեւաբար այս առումով այս վերջին որոշման իմաստով կարող ենք ասել, որ սա բացահայտ ապօրինի որոշում է նույնիսկ, որովհետև ընտրական օրենսգրքով հենց դրույթը սահմանված է այնպես, որ նման պայմաններում դա կիրառվի, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարզաբանումը, որ մենք հետո տեսանք որոշումից հետո, հիմնականում կենտրոնանում էր նրա վրա, որ դե կլինի տակտիկական քվեարկություն, բոլոր ընդդիմադիրները կասեն գնացեք եւ քվեարկեք Բարգավաճ Հայաստանի օգտին, իրականում առաջին հայացքից ինքը շատ հիմնավոր մեկնաբանություն է, բայց այս մեկնաբանությունը ցույց է տալիս այն պատկերացումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի, որ ուղղակի այս դրույթը չպետք է լինի։ Սա արդեն ուրիշ խնդիր է, որը արդեն հետագայում գուցե օրենսդրական նախաձեռնության կարգով վերածվի եւ այլն, բայց առնվազն գործող օրենքների շրջանակներում այս որոշումը այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել։ Ամեն դեպքում, եթե ԿԸՀ-ն որոշում ընդուներ վերաքվեարկություն կազմակերպելու, մենք հստակ կարող ենք ասել, որ կանխատեսելի նաև արդյունք ունենանք, որովհետև, չգիտեմ, եթե ոչ 100%, 99%-ով գոնե մյուս այն, ընդդիմադիր ուժերի համակիրներ կգնային եւ ԲՀԿ-ն կընտրեին եւ ԲՀԿ-ն կանցներ 3 կուսակցություն արդեն կլիներ, ազգային ժողովում։ Իրականում այս առումով 2 կողմնակալ վերապահումներով լեցուն բան կարող ենք ասել, վերլուծություն, մյուս կողմից էլ ընդդիմությունը կարող է ասել իշխանությունն է ավելի շատ վարչական ռեսուրսներ կկիրառի, որովհետև նույն մեկ ընտրատեղամասում, եթե չեմ սխալվում, հենց զինվորներն էին, զինվորների քվեարկություններ ոչ կանոնակարգով գնացել եւ ասելու են հաստատ ճնշումներ կլինեն զինվորների վրա։ Այսինքն պարզ է, որ ցանկացած մեկնաբանություն կարող է այստեղ լինել, բայց զուտ օրենքի շրջանակներում այստեղ պետք է լիներ վերաքվեարկություն։ Իսկ որը այս դեպքում կարող է ավելի ճիշտ, ավելի տրամաբանական որոշում լիներ։ Վերաքվեարկություն չեղավ, բա ինչ լիներ դրա տեղը։ Ես այս պայմաններում միայն այդ տարբերակն եմ դիտարկում, որովհետև երբ հատկապես այս պայմաններում ոչ թե ապրիորի պետք է վերաքվեարկություն դրվեր, երբ որ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մեկ կուսակցությանը պակասում են մի քանի տասնյակ ձայներ եւ հենց դրանով է որոշվելու նա մտնելու ազգային ժողով եւ այլն, դա նշանակում է տվյալ ընտրախախտումը էական ազդեցություն կարող է ունենալ ընտրության արդյունքների վրա։ Հետևաբար, երբ որ այս պայմանները ձևավորվում են, հենց ընտրական օրենսգրքում այդ դրույթը նախատեսված է հենց այս դեպքերի համար, հետևաբար վերաքվեարկությունից բացի այլ լուծում այստեղ հնարավոր չէ գտնել ու իրականում ընդդիմությունը միջև վերջին պահը ասում էր սխալ է որ չեղյալ են համարում, որովհետև հենց եղած արդյունքներով ԲՀԿ-ն մտնում էր ազգային ժողով։ Այսինքն մի կողմից ԿՀ-ն ԲՀԿ-ի ձայները զրոյացրել է, նշել է, որ ընտրախախտումներ են տեղի ունեցել, որի պատճառով ԲՀԿ-ն չի կարող մտնել ազգային ժողով։ Միևնույն ժամանակ այդ ձայները, այսպես ասած, օդում են գտնվում, ոչ միանում են ԲՀԿ-ին, ոչ որևէ մեկին, եւ կարծում եմ, այստեղ միակ տրամաբանական լուծումը հենց վերաքվեարկությունն է։ Կարող նաեւ փորձագիտական շրջանակներում այնպիսի տեսակետ, որ առասարակ այն ուժերը, որոնց հանունները շատ էին շարքում կամ շատ էին շրջանառվում այդ ընտրակաշառքի երևույթի հետ, ֆիզիկապես չպետք է հասնեին մինչև ընտրություններ։ Դե դա հարցի մյուս կողմն է, բայց առնվազն պետք է ֆիքսենք, որ ընտրությունների օրը որևէ մեկի ներկայությունը, այսինքն կուսակցությունների բոլորը թույլ են տրվել, որ նրանք մասնակցեն, այսինքն փաստացի իրավապահ համակարգը, բոլոր պետական մարմինները ֆիքսել են, որ այո կան խախտումներ, բայց դուք կարող եք մասնակցել։ Եվ ընտրությունից հետո նման մեկնաբանությունները զուտ քաղաքական հարթության վրա կարելի է դիտարկել։ Ես էլ համաձայն եմ, որ ընտրակաշառքի այն ծավալները, որ կային, դրանք նույնպես դելեգիտիմացնում են ազգային ժողովը, որովհետև փաստացի կարող է օրինակ
5 մանդատի կշռով ընտրակաշառքով ընտրված падգամավորներ ունենանք, ինչը նույնպես շատ խնդրահարույց է։ Ընդհանրապես այս առումով, երբ որ տեսնում ենք արձագանքները տարբեր քաղաքական կենտրոններից, կուսակցություններից, տպավորություն է, որ փորձ է արվում ընդհանուր առմամբ դելեգիտիմացնել ընտրության արդյունքները եւ գնալ արտահերթ ընտրության, որովհետեւ կարելի ասել որևէ կողմ չի հաղթել, որովհետեւ նույն քաղաքացիական պայմանագրին անհրաժեշտ են մանդատներ սահմանադրական հանրաքվե նախաձեռնելու համար եւ կարծում եմ այս ծայրահեղ բևեռացված խոսույթը նաեւ այդ նպատակն է հետապնդում։ Ում կողմից ավելի շատ փորձ արվում դելեգիտիմացնել ընտրությունները։ Իրականում դե ընդդիմությունը պարզ է, այսինքն պարտվել է եւ ամեն ինչ պետք է անեն կասկածի տակ դնելու դրա արդյունքները իշխանության տեսանկյունից կարծես մենք կարող ենք կամ մեկնաբանել որ կարծես թե ոչ դիտմամբ է դա արվում, այսինքն ավելի շատ խոսվում է դե որ նույնիսկ ընտրակաշառքներով մի կերպ հասել է ազգային ժողով, բայց այսօր երբ որ ես տեսա հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարություն այն մասին, որ օրենսդրական նախաձեռնություն է գալիս այն մասով, որ եթե ընտրակաշառքի ծավալները մեծ են տվյալ կուսակցության գրանցումը չեղարկվի, կարծես թե նաև քաղաքական այլ հայտարարություններ իմի բերելով, կարծես թե տպավորություն է, որ գործող քաղաքական մեծամասնությունն էլ առաջին հայացքից քողարկված փորձում է այսպես դելեգիտիմացնել, ասելով, որ այս ընդդիմությունը չի կարող ուղղակի ազգային ժողովն լինել, այսինքն ընդդիմությունը ասում է իշխանությունն է կեղծել ընտրության արդյունքները, իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը, որ նրանք ուղղակի գնել են այդ մանդատները Եվ այստեղ լուծումը կարող է այն լինել, որ օրինակ մեխանիզմներից մեկը օրինակ կարող եմ նշել, ազգային ժողովը քաղաքացիական պայմանագիր խմբակցության միջոցով 2 անգամ չի ընտրում վարչապետ եւ մենք ունենում ենք արտահերթ ընտրություններ կամ ունենում ենք սահմանադրական դատարանի որոշում, որով օրինակ ինչ որ կրեատիվ լուծում է առաջարկում, օրինակ երկրորդ փուլ գնալ եւ այլն։ Մենք այդպիսի օրինակ ունեցել ենք երկրորդ նախագահի ժամանակահատվածում, երբ որ սահմանադրական դատարանը նշեց պետք է գնալ վստահության հանրաքվեի, որը տեղի չունեցավ։ Հիմա այսօրվա քաղաքական հայտարարություն ցույց են տալիս, որ կարծես թե մենք գնում ենք դեպի նոր հետընտրական զարգացման, որը կարող է լինել հենց արտահերթ ընտրություն։ Եթե դա այսպես հիպոթետիկ ինչ-որ տարբերակ համարենք, այդ դեպքում ձեզ, եթե նոր ընտրություններ լինեն, նոր ընտրություններ նշանակվեն, ով ավելի շահեկան վիճակում կհայտնվի, որ շանսերը ավելի մեծ կլինեն։ Սա շատ մեծ ռիսկ է իրականում, դրա համար կարծում եմ արտահերթ ընտրության սցենարը կախված է հենց իշխող մեծամասնությունից, որովհետև դա մեծ ռիսկ է, արդեն տասնյակ երկրներ շնորհավորել են Հայաստանում հաղթած վարչապետին, իշխող կուսակցությանը, արդեն իսկ հետընտրական ինչ-որ արտաքին զարգացումներ ենք տեսնում, օրինակ այսօր Արադ Միրզոյանը գնացել էր Բրյուսել, այնտեղ հանդիպել էր Մարտակոսի հետ, որ ասեց Երևան է գալ, այսինքն միջազգային լեգիտիմություն այս ընտրությունները ունեն, իհարկե, եթե Ռուսաստանին մի կողմ ենք դնում, հետևաբար գնալ նոր ընտրությունների, սա իր հետ նոր անորոշություն է բերում Հայաստանի շուրջ եւ սա եթե միակ ռիսկն է, որ կարող է կանխարգելել արտահերթ ընտրությունների սցենարը, բայց եթե իրադարձությունները այնպես զարգացան, որ օրինակ ընդդիմությունը կարողացավ այնպիսի մեծ ճնշում գեներացնել, որ ուղղակի վերաքվեարկություն նշանակվի եւ Բարգավաճ Հայաստանն է կարողանա մտնել ազգային ժողով, սա լուրջ քաղաքական ճգնաժամ է բերելու ազգային ժողովը։ Բայց կանի դա ընդդիմությունը եւ նոր ընտրությունների մասնակցելու այդքան ռեսուրս ունի ընդդիմությունը, եթե նաեւ հաշվի առնենք, որ այդ ռեսուրսների մի մասը կապ ունի այդ բացահայտված ընտրակաշառքների հետ կամ այդ նոր տերմինի հետ, հա, ընտրական տուրիստների եւ այլն։ Իրականում ընդդիմության հայաստանյան ընդդիմության արձագանքը շատ անադեկվատ է։ Ես այլ երկրի օրինակ, նույնիսկ մեր երկրի օրինակը չեմ հիշում, երբ որ ամբողջ ընդդիմությունը խոսում է ոչ լեգիտիմ կեղծված ընտրությունների մասին, բայց գոնե հիմնական 3 քաղաքական ուժերի առաջնորդները փորձում են օրինակ Հայաստանը լքել, պարզել գուցե ունեն անձնական գործեր եւ այլն, բայց ես այսպիսի դեպք ուղղակի միջազգային պրակտիկայում չեմ տեսել։ Եթե ընտրությունները կեղծված են, հաջորդ օրը ուղղակի պետք է գնալ փողոց եւ այդ մեխանիզմներով փորձել ճնշում գեներացնել։ Բայց կարծում եմ ընդդիմությունը այդ պոտենցիալը չունի, այսինքն իրենք լավ են հասկանում, որ չեն կարող գեներացնել այնպիսի փողոցային լարվածություն, որը կարող է իշխանություններին փակուղում դնել եւ հետեւաբար ընտրել են ավելի փափուկ մեխանիզմը, օգտագործել գործող օրենսդրական մեխանիզմները, գոնե Բարգավաճի ձայները հետ բերելու առումով, ինչը արդեն իսկ մեծ կշիռ է տալիս նրանց, այսինքն գործող կառավարությունը եւ ազգային ժողովը, այնտեղ իշխող մեծամասնությունը կաղբադի է նմանվում, բացի սովորական օրենքներից ուղղակի որևէ այլ բան չի կարող անել։ Շնորհակալություն այսքան արգել հեռուստատողներ, մեր հյուրն էր Ռեստարտ հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանը։